Ընկերներ, բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Գիտես, ուզում եմ մի հատ հետաքրքիր մի բանից խոսամ, թե շատ ժամանակ ինչ եմ կիսվում կամ խոսում ինչ-որ թեմաներից, շատ ժամանակ լինում է, որ հանդիմանում եմ, կոպիտ եմ հանդիմանում, թեթև եմ հանդիմանում եւ այլն։ Գիտեք, ուզում եմ մի հատ sense նյուանս անեմ, ընկերներ։ Աստվածաշնչում ասում է մի դատի, որ չդատվես։ Ես բացարձակ ոչ մեկին չեմ դատում։ Եթե իմ վիդեոների մեջ էլ ինչ-որ տեսնում եք մի բան, որ կոպիտ է լսվում, շատ ճիշտ ասած իշխանությունն ունեմ։ Ինչի իշխանությունն ունեմ։ Որովհետև Քրիստոսն ասում է, նայեք, ասում է իրանների մեջ եկավ, այսինքն իր ժողովրդի, ու իրանները նրան չընդունեցին, այսինքն չընդունեցին։ Քրիստոսը չէր կարող գար ընկերներ, գիտես խոսքի այդ ժամանակ Հայաստան հեթանոս ազգի մեջ ասեր, գիտես, ես եմ Աստվածը, ես եմ Տերը, ես եմ, կասեինք այ ախպեր, մենք արևին ենք պաշտում, ինչ կապ ունես դու մեր հետ, գնա գործի։ Բայց Քրիստոսն եկավ այն մի ազգի մեջ, որը օրենքն ուներ, որ Աստված իրանց ընդունել էր, որ Աստված իրանց ընտրել էր, բայց շատ շեղվում էր։ Հիմա գիտես, ես շատ ժամանակ խոսում եմ հանդիմանական եւ այլն, այն պատճառով, որ մենք Քրիստոսինն ենք։ Գիտես, որովհետեւ Աստվածաշնչում ասում է, եթե քո քույրը կամ եղբայրը ասում է, ինչ-որ մի սխալ բան է անում, ասում է հանդիմանի նրան։ Ասում է, եթե հանդիմանես չլսի, ասում է մի երկուսին վերցրը, մի քանի հոգու վերցրա, որ ասում է քո խոսքը հաստատվի։ Ասում է, եթե լետել չանցնի, ասում է գնա եկեղեցի, ասում է եկեղեցով։ Եթե չի, ասում է թող քո համար հեթանոս ու մաքսավոր լինի։ Հիմա նայեք, ընկերներ, ես ձեզ շատերիդ հանդիմանում եմ այն պատճառով, որ դուք Աստծուն եք, դուք Քրիստոսինն եք։ Գիտեք, չեք կարող պրոստ ասեք, դե մենք աթեիստ ենք, հա, ոնց որ շատերն են ասում, ու տենց խոսափեք այդ ամեն ինչից։ Բայց որպես այդպիսին հայը ինքը հենց նրանով է, որ ինքը քրիստոնյա է, վերջացավ։ Մենք Քրիստոսին ընտրել ենք, ընկերներ, ընտրել ենք որպես մեզ թագավոր, որպես մեզ տեր ու փրկիչ։ Ու այսքան տարիներ է, մեզ կոտորում են, մեզ, չգիտեմ, սպանում են, ասում են ուրացեք, չենք օրանում մեր Աստծուն։ Հիմա ձեզանից շատերը մյուս կողմում կասեն, բայց եթե մենք Քրիստոսինն ենք, ինչի՞ է մեր ազգի հետ այս ամեն ինչը պատահում։ Ճիշտ ասած, եթե հрьяաների այդ պատմությունը նայեք, Դավիթ թագավորից հետո անես չար բաներ էր իրանց հետ պատահում, մինչև դաշը Բաբելոն գնացին գերության մեջ։ Երեմիայի ողբերը որ կարդում եք, ասում է բան էս, իրանց մսերը ուտում են, սովից, ասում է քուչեքում այդ Բաբելոնում, ասում է բանը, հрьяաները թափած, պարկած, ասում է մեղածներին երանելի են տալիս այդ ժամանակ։ Գիտես, Աստծո ընտրված ազգն էր ամեն դեպքում։ Հիմա այդ նույն ասողներդ, որ ասում եք, բա ինչի՞ է մենք սենց ենք, ուղիղ ձեզ ասում եմ, որովհետև հենց դուք ստություն ունեք, չարություն ունեք, նենգություն ունեք, որ ասում է խաբեություն ունեք, բամբասանք ունեք։ Երևի սոչ ասեմ, երևի երեք եք մեկի համար բամբաս է, չարը կամեց է, նախանձ է եւ այլն։ Այս դրա պատճառով է, որ մենք Աստծունն ենք ու այս ամեն ինչը մեր հետ պատահում է, որովհետև Աստծուն լինելով Աստծուն չընտրեցինք, Աստծո պես չփառավորեցինք, այդպես է գրածը։ Գիտես, իմանալով, որ Աստված է, մեկ Աստված է, որ սաղ իրանն է, այդպես փառք ու պատիվ չտվեցինք։ Դրա համար ընկերներ, շատ ժամանակ կոպիտ եմ հանդիմանում, իրականում, որովհետև ուզում եմ, որ գանք դեպի ճշմարտության ուղին։ Գիտես, քահանաներին էլ մեկ-մեկը իրականում շատ ուղիղ հանդիմանում եմ, շատ դաժան։ Նրա համար, որովհետև իրանք դրված են, որ մեզ առաջնորդեն դեպի ճշմարիտ ճանապարհը, ոչ թե ֆինանսները, ոչ թե չգիտեմ, ինչ-որ ձևական մոմավառություններ եւ այլն, այլ ճշմարիտ ուղի պետքա պատրաստեն Աստծո համար, որ Աստծո ճշմարիտ կերակուրը տան։ Այդ պատարակները, այդ ամեն ինչը ընտիր է, իրականում շատ ընտիր է, բայց շատ ժամանակ է նեղվում են, որ մի քահանա նույն պատարակը մատուցում է, բայց ինքը դա չի պահում։ Դրանից շատ եմ, ծիրտը շատ է նեղվում, գիտես, ու նորից թող օրտնված լինեն, ընկերներ, ոչ մեկին դեմ չեմ ու ոչ մեկին չեմ դատում։ Քավլիցի եթե ինչ-որ մեկին ես դատեմ, նախ առաջինը ես եմ, հողը փոշի եմ, ու չեմ կարող ասեմ, որ սրբության մեջ եմ, դաժե եթե մեղքել չգործեմ, արդեն որս բնակվում եմ այս մարմնի մեջ, որ դուք տեսնում եք, ուժը մեղավոր եմ, արդեն դրան արդարացում էլ չկա։ Բայց ես ուզում եմ ասեմ, որ մենք Քրիստոսինն ենք, ընկերներ, ես եկել եմ ձեր մեջ, ու հիմա քիչ եմ գնում մուսուլմաններին քարոզում կամ ինչ-որ ասենք ռուսերեն քարոզում, որովհետև մենք Քրիստոսինն ենք, մեր ազգը Քրիստոսինն է, ընկերներ։ Ու լավ է, որ դա գիտակցենք ու գանք այն ճշմարտությանը ու տենց էլ բնակվենք, որ օրհնություն ժառանգենք։ Ուղիղ ձեզ ասում եմ։ Դրա համար շատ ժամանակ որ հանկարծ լսեք իմ տեսանյութերի մեջ շատ կոպիտ, շատ չոր հանդիմանություն, դա դատ չի, ընկերներ։ Ես ոչ ոքին չեմ դատում։ Իրավունք էլ չունեմ այդ տրված չի, դաժե ասում եմ մի դատի, որ չդատվես։ Իմ կյանքի առաջի պրիորիտետներից մեկը դա է դրված, ընկերներ։ Շատ ժամանակ որ հանդիմանություն եմ անում, դա դատ չի, դա ազոտ հանդիմանություն է, ճիշտ ու սխալի, հա, որ քննենք ու հասկանանք որտեղ է ճիշտը, որտեղ է սխալը։ Սրանով է ուզում այսօր կիսվե, ընկերներ, հիշեք, որ մենք Քրիստոսինն ենք։ Հիշեք, որ ես եկել եմ ձեր մեջ քարոզում եմ կամ ինչ-որ խոսք եմ կիսվում, որովհետև դուք Աստծունն եք։
Զուտ այդ պատճառով ու մենք չենք կարող ասենք դե էլ չենք հավատում Աստծուն, թող Աստված գնա իր գործի, վայ մեզ եթե այդ օրը գա։ Դրա համար ընկերներ, շատ ժամանակ եթե հանկարծ տեսնում եք, որ վիրավորում եմ կամ ինչ-որ մի բան վիրավորական է լսվում, չեմ վիրավորում, իրականում ինձ տրված չի ոչ մեկին վիրավորել, միակ բառը որ կարամ ասեմ չար ու մնացածը Աստվածաշնչի իրավունք չունեմ այլ բառ ասեմ, բայց դուք մի վիրավորվեք ընկերներ, ճշմարտությունով քննեք ձեզ սրտերը փոխվեք, որ օրհնություն կա մեր ազգի վրա։ Միթե որ ասում է մենակ իմ համար եմ կամենում, չէ որ կամենում եմ որ նաև իմ ազգը լավ ապրի։ Ինչ օգուտ ասում է որ մենակ ես օրհնությունները ժառանգեմ, չէ որ կողքիններից տեսնում եմ այդ տխրության, այդ ցավի, այդ վշտի մեջ եւ այլն։ Սրանով է ուզում կիսվել ընկերներ, թող Աստված ձեզ շատ օրհնի, շատ օրհնի ընկերներ։ Իրականում ու էլի գալու եմ, հանդիմանելու եմ, էլի խոսալու եմ, էլի նրա համար, որովհետեւ դուք Աստծունն եք, դա հիշեք։ Սրանով է ուզում կիսվել ընկերներ, թող Աստված ձեզ շատ օրհնի, թող գիտություն տա միտք, որ հասկանանք, որ մենք պատկանում ենք Աստծուն, մեր գենետիկայի մեջ գրված է Քրիստոս Հիսուս։ Սրանով է ուզում կիսվել, թող Աստված ձեզ շատ օրհնի, օրհնում եմ ձեզ։ Անուն Հոր, Որդու եւ Սուրբու։ Ամեն։